Դիանա Գրիգորյանի վերջին զանգը սերիալի նկարահանումները շարունակվում են, իսկ Լիլիթի կերպարը այս սերիալում կարծես այլևս սահմաններ չի ճանաչում։ Նրա վարքագծի խորքում այլևս ոչ թե միայն քեն է կամ վիրավորվածություն, այլ մոլագարություն, որի միակ շարժիչ ուժը Աննային ոչնչացնել է բառի ամենաբուն իմաստով։ Նա տարիներով դավեր է նյութել, խաղեր խաղացել, թաքուն արարքներ արել, բայց այժմ, երբ Աննան ամենաթույլ և խոցելի վիճակում է նորածին երեխայի, ծանր հոգեկան ապրումների և անկայուն ընտանեկան հարաբերությունների մեջ, Լիլիթն անցել է բացահայտ հարձակումների։ Սերիալի վերջին զարգացումներում տեսնում ենք, թե ինչպես է նա առանց որևէ խղճի նշույլի զանգահարում Միքայելին ու սադրում նրան, ասում, թե հենց Սոսն էր, որ հայտնվել էր հիվանդանոցում, ու նշում, որ դեռ պարզ չէ Սոսն ինքնակամ էր գնացել, թե հենց Աննան զանգահարել ու կանչել էր նրան այնտեղ։ Դա հենց այն տեսարանն էր, երբ Աննան իրեն վատ էր զգում ու Սոսը հասավ օգնության։ Բնականաբար, Լիլիթը հայտնվեց ու տեսավ ամեն ինչ, վիրավորեց Աննային ու հեռացավ Սոսին։ Սոսը նրան ստիպողաբար հեռացնում է հիվանդանոցից, բայց այդ ամենը Լիլիթը բնականաբար հենց այնպես չէր թողնելու, և դա է պատճառը, որ նա զանգահարել է Միքայելին։ Լիլիթի համար կարևորն այն է, որ այդ տեղեկությունը սերմանի խանդ ու անվստահություն Միքայելի մեջ, իսկ նա, ինչպես տեսել ենք նախկինում, չափազանց բռնկուն է, երբ խոսքը վերաբերում է Աննային ու նրա անցյալին։ Լիլիթը սա շատ լավ գիտի ու հմտորեն օգտագործում է այդ թույլ կետը։ Միքայելն այս խոսքերից ցնցված, հավանաբար բացահայտ բախման է գնալու Աննայի հետ։ Նա արդեն հասկանում է, որ Աննայի ու Սոսի հարաբերությունները հենց այնպես չեն մոռացվել։ Նա սկսում է կասկածել, բայց երբ Լիլիթն է զանգահարում, բնականաբար այս ամենը հաստատվում է, նրա համար այս ամենը դառնում է փաստ։ Եվ նա մի մարդով չափազանց կարևորում է իբրև թե պատիվը, հավատարմությունն ու հպարտությունը, դա կարծեք թե պարզապես աններելի է, սակայն Միքայելի ոչ մի արարք աններելի չէ։ Միքայելն Աննային առաջարկում է հեռանալ իր տնից, ասելով, որ հեռացի, քանի որ նրա սրտում ու մտքում միայն Սոսն է։ Աննան շփոթված է ու չի հասկանում, թե ինչ է կատարվում, բայց Լիլիթն, ինչպես արդեն նշեցինք, Միքայելի հոգում սերմանել է խանդի ու անվստահության սերմերը։ Նա շատ կոշտ տարբերակով ասում է, որ հեռանա, բայց որդին Միքայելի գրկում է, իսկ դա նշանակում է, որ Միքայելը Աննային երբեք իր որդուն չի տա։ Սա կլինի ամենախորը հարվածը, բնականաբար, Աննայի համար։ Ամբողջ սեզոնի ընթացքում նա պայքարում էր իր սիրո, ընտանիքի և մայրական կերպարի համար։ Նրա համար ամեն ինչ կորցնելուց հետո մնացել են միայն իր երեխաները։ Բայց հիմա, երբ նա կասկածներ ունի, որ դրանից էլ կարող է զրկվել, Աննան բնականաբար հոգեպես փլվելու է, դեպրեսիան խորանալու է։ Հնարավոր է, որ նա մի քանի օրով անհետանա, կտրվի աշխարհից, իսկ որոշ տեսարաններում հավանաբար կերևա, որ նա կփորձի իր սեփական կյանքին վերջ տալ։ Իհարկե, այդ ամենն այդպես չի լինի, սակայն սպասենք հետագա զարգացումներին։ Չէ՞ որ Աննան ուժեղ կին է, նա կգտնի իր մեջ ուժ վերադառնալու, պայքարելու և ամենակարևորն իր երեխայի իրավունքի համար կանգնելու մինչև վերջ։ Իսկ Լիլիթը, ինչ է կատարվելու Լիլիթի հետ։ Նա չի կանգնելու ոչ մի պարագայում։ Այս կինը ներսից սնվում է Աննայի ցավով, նրա համար բավական չէ, որ նա Աննային նվաստացնում է, բավական չէ, որ նրա աչքի առաջ ուղղակի փուլ է գալիս Աննայի ընտանիքը, ամուսինը, երեխաները։ Նա ուզում է Աննային տեսնել միայնակ, անօգնական ու պարտված։ Եվ հենց այստեղ է, որ Լիլիթի կերպարը կարող է հասնել իր ամենավտանգավոր սահմանին։ Հնարավոր է, որ նա փորձի իրական վնաս հասցնել երեխային։ Կամ որ ավելի վատն է, հնարավոր է նա մեղադրի Աննային անպատասխանատու մայր լինելու մեջ։ Սա կարող է լինել Լիլիթի ամենավերջին ու կործանարար քայլը, բայց հիշենք սերիալի տրամաբանությամբ, որքան ուժեղ է չարն, այնքան ուժեղ պիտի դառնա նաև բարին։ Աննան, չնայած բոլոր հարվածներին, ունի իրեն սիրող ու պաշտպանող մարդկանց։ Սոսը չի պատրաստվում պասիվ դիտորդ լինել, անետն իր խղճի առաջ կանգնած սկսել է ըմբռնել Լիլիթի ու Բագրատի իսկական դեմքը։ Հենրին, չնայած ներքին փոթորիկներին, կապված է Աննայի հետ,
և եթե այս բոլոր մարդիկ միանան ու Աննայի կողքին կանգնեն, կարող է սկսվել նաև հակահարվածի փուլը, բայց միևնույն է Լիլիթը գնալու է մինչև վերջ, հավանական է, որ վերջում հենց իր իսկ չարությամբ կկործանի ինքն իրեն, նրա քայլերը կամ կբացահայտվեն, կամ էլ կդառնան իր անձնական փլուզման պատճառը, Աննայի դիմաց կանգնած է ամենածանր մարտը ոչ թե միայն Լիլիթի, այլ ամբողջ իր կյանքի դեմ, և հենց այս պայքարն է, որ սերիալը դարձնում է այնպիսին, ինչպիսին ասում են անպետք է բաց թողնես ոչ մի սերիա, թե ինչ կլինի հետո կախված է Դիանա Գրիգորյանի մտքից, բայց կարելի է վստահ ասել, որ ամենաանսպասելի պահերը դեռ առջևում են, այնպես որ չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի միասին բացահայտենք, թե ինչ է սպասվում հաջորդ սերիաներում և իհարկե գրեք տեսանյութի մեկնաբանություններ դաշտում, թե ինչ եք կարծում, ինչ է լինելու Աննայի հետ, արդյոք նա հեռանալու է երեխայի հետ, թե Միքայելը որևէ պարագայում նրան երեխային չի տա ու ավելին տանից դուրս կանի, յուրաքանչյուր կարծիք մեզ համար կարևոր է, այնպես որ կիսվեք ձեր կարծիքներով: